Բաղդասարյան ներկա եք Տաշիկ Արենայի այս մեծ շոուին, ուզեմ հիսվեք ձեր տպավորությամբ մեր հանդիսատեսի հետ։ Հաճույքով, ես որպես կրկեսի մեծ սիրահար, մի մարդ, որը մանկուց սիրել է և ուսումնասիրել է նույնիսկ կրկեսը, այսօր անհամբերությամբ էի սպասում այսօրվան և եկա թոռնիկիս հետ առաջին հերթին, թոռնիկիս համար առաջին հերթին, բայց ցավոք ստացվում է այնպես, որ կրկեսը այսօր արդիական չէ երեխաների համար։ Ամբողջությամբ փոխվել է կրկեսի ոճը, կրկեսի մատուցման ձևը, երեխաներին հետաքրքրություն չկա։ Առաջին հերթին իհարկե այն պատճառով որ կենդանիներ չկան կրկեսում, հասկանալի է, Աստված տա որ լինեն, պարզապես կրկեսը առաջին հերթին մեր մանկության երազն է, եւ ես կուզեի որպեսզի մեր երեխաների, մեր թոռների համար այն դառնա մանկության երազ։ Ճիշտ է, նայում են երեխան, բայց այն չէր ցավոք սրտի, ինչ որ սպասում են երեխաները։ Մեծահասակների համար հետաքրքիր է, ոչինչ չեմ ասի։ Մի բան էլ իհարկե ես շատ կուզեի, որ կրկեսի բացմանը իհարկե մեր Հայաստանը մասնակցություն ունենալ ամեն դեպքում, բացի երաժիշտների, երաժիշտները գիտեմ որ հայեր էին նվագում, բայց ոչ որ դրա մասին չգիտի փաստորեն, բայց արենայում ես կուզեի տեսնել նաև մեր արտիստներին, քանի որ մենք ունեցել ենք փայլուն ավանդույթներ կրկեսային, մենք ունեցել ենք փայլուն դեմքեր եւ ես գիտեմ որ այսօր էլ շարունակվում է ուսումնասիրությունը կրկեսի, շարունակվում են դասերը, ունենք ստուդիա, ունենք ավանդույթներ, ինչ որոնք շարունակվում են եւ ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ որ այս արենայում երբ ունենան դեր հայերը։ Ինձ բարդ է վիճակել նույնիսկ մեր հայկական կրկեսի, հայկական կոլեկտիվի երկրորդ վերածնունդը վարել այս արենայից։ Այնպես որ կեցե կրկեսը, կեցե իրական կրկեսը։ Այո, ամեն դեպքում պայմանները եւ ընդհանրապես շոուն կայացավ, որովհետեւ այդ շատ մեծ տեխնիկական նաև հաջողվածություն կար, մեծ արտիստիզմ կար։ Ես միշտ ասել եմ, Երանի այն տարիներին, երբ որ կրկեսը, թատրոնը, հեռուստատեսությունը ունեին վարպետություն, իրենք ունեին վարպետներ, ունենային այսպիսի տեխնիկա։ Այն ժամանակ կթնդար ամբողջ աշխարհում եւ մեր հեռուստատեսությունը եւ մեր թատրոնը եւ կրկեսը հնդում էին, բայց իհարկե այս տեխնիկայի շնորհիվ ավելի շատ կթնդար։ Դուք հետաքրքիր բան ասացիք հեռուստատեսությունը նաեւ ցավոք շատ բան ենք այդ դաշտում եւս փորձրել եւ մեր պրոֆեսիոնալները ամբողջությամբ վերջին 30-40 տարվա ընթացքում մենք ընդհանրապես մշակույթը գործել ենք։ Չունենք նորմալ մշակույթ։ Ես միշտ մտածել եմ, չեմ կարողացել այդ հարցին պատասխանել, թե ինչի ընդհանրապես 21-րդ դարը չի տալիս առայժմ հանճարներ, չի տալիս, ասենք, պարույց սևակներ, չի տալիս մեր մկրտչյաններ, փափազյաններ եւ այլն չթվարկել հիմա։ Չեմ կարողանում հասկանալ ինչն է պատճառը։ Երևի թե պատճառը նա է, որ այն ժամանակ խորհրդային տարիներին կառավարությունը, պետությունը, իդեմս ասեմ հայկական մեր կառավարության, օրինակ Տարաշչեհ Չիդեմիրչյան, նման մարդիկ մտածում էին մշակույթի մասին եւ ամեն ինչ անում էին մշակույթի համար։ Սակայն անկախությունը ձեռք բերելուց հետո կառավարությունը ընդհանրապես մոռացավ թե մշակույթն ինչ է։ Անտեսվեց մշակույթը, միայն փորձում էին ծառայեցնել մշակույթը իրենց կուսակցական շահերով։ Եվ ցավոք սրտի շարունակում են։